Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ բարեկամներ։ Նախ իհարկե հաղորդման սկզբում ուզում եմ Փակ TV ողջ կոլեկտիվի անունից, անձամբ իմ անունից ցավակցել մեր աստղաբան հոգեբան Լուսիա Հակոբյանին, որդու մահվան կապակցությամբ եւ իհարկե շատ ցավալի է, որ տիկին Լուսիան այդպիսի կորուստ ունեցավ։ Մենք բոլորս ցավակցում ենք նրան։ Հույս ունեմ, որ տիկին Լուսիան կկարողանա շատ կարճ ժամանակահատվածում նորից վերադառնալ եթեր եւ նրա 100 հազարավոր ունկնդիրները անկասկած միայն դրանից ուրախ կլինեն։ Կորուստը իսկապես շատ ծանր է եւ կորցնում է մայրը զավակին։ Սա սարսափելի է, հավատացեք։ Նորից տիկին Լուսիային համբերություն եւ թող նա ընդունի մեր բոլորի ցավակցությունը։ Իսկ այսօր անդրադառնանք մեր այսօրվա հյուրին, ում դուք նույնպես քաչ ծանոթ եք, ինչպես ասում են, գիտեք մեր եթերներից, քաղաքագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, ուրախ եմ, որ նորից մեր հյուրն եք եւ սկսենք մի այսպիսի հարցով։ Ադրբեջանը իր սադրիչ հայտարարություններով շարունակում է մեզ վախեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հայ-ադրբեջանական սահմանի կրակոցներով շարունակում է անհանգստացնել իրենց։ Որքանով են ճշմարտացի այս հայտարարությունները։ Կարծում եմ, որ իրականության հետ կապ չունեն, որտեղ դրանք հերքվել են ոչ միայն հայկական կողմից, այլև Եվրոմիության դիտորդները հատուկ այցելել են այդ վայրերը եւ հերքել են, նման բան չկա։ Նաեւ տրամաբանական չէ, որ հայկական կողմը ինքը պիտի կրակ բացի, որովհետեւ մենք գիտենք, որ մեր բանակին հրահանգավորված է հնարավորինս զուսպ մնալ։ Ես սա կարծում եմ տեղեկատվական պատրաստություն է Ադրբեջանի համար, որ հայկական կողմը իբր անընդհատ ոտնձգություններ է անում, իբր հայկական կողմը զինվում է, նման մեղադրանքներ եւս հնչել են, որպիսի երբ որ հարմար առիթը կա, գիտենք իր նպատակն է հարձակվել Հայաստանի վրա, այն ներկայացնել որպես պատասխանքալ եւ ոչ թե սեփական առաջնահերթ հարձակում։ Պարոն Պապյան, այսպես կոչված այդ փուչ խաղաղության համաձայնագրին եմ ուզում անդրադառնալ։ Ինչ է սա ի վերջո։ Ինչ գնահատական կտակ։ Նախ ասեմ, որ պաշտոնապես այն չի հրապարակվել եւ ես կրկին այստեղից էլ ուզում եմ պահանջեցնել, որ այն պիտի հրապարակվի, որովհետեւ չի կարող որևէ երկրի իշխանություն ժողովրդի հետևում նման փաստաթուղթ բանակցել է իհարկե ճակերտների մեջ, հիմա կբացատրեմ ինչու։ Ես նախորդ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ասել է, որ ժողովրդի թիկունքում ոչինչ ոչ մի պայմանավորվածություն չի լինի, մենք կգանք այս հրապարակ, նախ կխորհրդակցեմ, հետո կանգնենք։ Ինչու ասեցի բանակցությունները ճակերտների մեջ, որովհետեւ ըստ էության որևէ բանակցություն չկա։ Բանակցությունը նշանակում է կողմերը տեսակետներ են փոխանակում եւ հանգում են ինչ որ միջանկյալ երկուստեք ընդունելի դիրքի։ Այն ինչ որ տեղի է ունեցել, Ադրբեջանը 17 պահանջ է դրել, 17-ից 17-ն էլ անփոփոխ հայկական կողմը ընդունել է։ Այսինքն եղել է վերջնագիր եւ այդ վերջնագիրի կատարյալ ընդունում հայկական կողմից, բայց պիտի նաեւ նշել, որ այս 17-ով չի վերջանում, ամեն ինչ պահանջները չի վերջանում, այլ սկսում է պահանջների մեկ այլ փուլ, որը բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել էր արդեն Ադրբեջանի կողմից եւ այս պահանջները ավելանում են։ Մասնավորապես գիտենք այդ նույն Եվրոմիության դիտորդների հեռացումը սահմաններից, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելը, որ նշանակում է հրաժարում Արցախի եւ Հայաստանի վերամիավորման գաղափարից, որտեղ ամրագրված է հայոց ցեղասպանության ճանաչամ հետամտումից եւ այլն։ 3 այսպես կոչված Ադրբեջանի արևմտյան կամ արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպությունը, որը իբր
անկախ է, բայց իրականության մեջ մենք գիտենք, որ Ալիևի կողմից ֆինանսավորվող, շենք տրամադրվող եւ դա օգտագործվող Հայաստանի դեմ նրա ներկայացուցիչը 7 պահանջ հստակ եւս ձևակերպեց Հայաստանին որպես հիմք այսպես ասած խաղաղության պայմանագրի, որոնցից բացի նշածս այդ երկու պահանջներից այնտեղ օրինակի համար այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, հատուցումներ, բոլորին պատժելու նրանք ովքեր որ երբևէ Ադրբեջանի դեմ ըստ իրենց ինչ որ հանցագործություն են արել կամ անգամ խոսքով վիրավորել են Ադրբեջանին, այսինքն ելույթ են ունեցել ինչ որ հավաքի ժամանակ բոլորին պատիժներ եւ այլն, բայց ես վստահ եմ, որ այդ 7-ն էլ վերջը չի, որը հնարավոր չի իրականացնել, միևնույն է, եթե անգամ իրականացվի, այդ 7-ին ուրիշ 7 են հաջորդելու եւ այլն։ Հետեւաբար, կարճ ասած, այս փաստաթուղթը պատրանք է, առաջին հերթին Ալիևը այն չի ստորագրելու, իրան բոլորովին պետք չի ստորագրել, երկրորդը, եթե ստորագրի էլ, մեր հանդիպման սկզբում ձեր հիշատակած այդ այսպես կոչված հարձակումներ կկազմակերպվեն Ադրբեջանի զորքերի ու բնակչության դեմ, իրենք կկազմակերպեն սադրանք, դա պատրվակ կօգտագործվի եւ այդ ստորագրված փաստաթուղթը կխախտվի։ Պատմությունը լեցուն է նման փաստերով, երբ որ երկրների միջև եւ խաղաղության եւ եղբայրության փաստաթղթեր են եղել ստորագրված, բայց եթե չկա քաղաքական կամք խաղաղության, այն չի կայացել։ Իսկ Ադրբեջանը իր հռետորաբանությամբ, իր գործունեություններով միանշանակ ցույց է տալիս, որ որևէ խաղաղության ձգտումի նշույլ անգամ չկա, որ մնաց ինչ որ կամք։ Հետևաբար այս ամբողջը ես կարծում եմ ներպետական ավելի հստակ ընտրությունների համար կազմակերպող շոու է, որտեղ ինքը Նիկոլ Փաշինյանն ուզում է ինչ որ մի թուղթ ստորագրել Ալիևի հետ, որի վերնագրի մեջ կլինի խաղաղության բառը, իսկ այդ բառը շատ լավ ծախվող բառ է։ Ինքը կթափարի, կասի ժողովուրդ ջան, ես ձեզ խաղաղություն բերեցի, բոլոր մյուսները պատերազմ են ուզում, տեսեք, ես եմ միակ ձեր փրկիչը եւ այլն, եւ այդ ձեր կկարողանա մարդկանց համոզել, իսկ հետո ինչ կլինի իրան չի հուզում։ Այսինքն հետո կլինի պատերազմ թե խաղաղություն արդեն էական չի։ Ինքը կասի իրավիճակը փոխվել, ինչպես հիմա ինքը սովորություն ունի իր բոլոր խոստումներից հրաժարվելուց հետո ասել, որ իրավիճակը փոխվել։ Այո, ցավալի է, բայց դա ռեալ իրականությունն է, որի հետ մենք ականատես եղանք։ Տեսեք, ես ուզում եմ խոսենք միջազգային վերջին զարգացումների, մասնավորապես Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել-Իրան այս փոխհարաբերությունների մասին, ինչ ազդեցություն դրանք կարող են ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Իհարկե մենք չենք կարող անտարբեր լինել այդ զարգացումներին, որովհետև դա ոչ միայն մեր տարածաշրջանը, այլ Իրանը մեր սահմանակից երկիր է, մենք Իրանի հետ ունենք բավականին ընդհանուր շահեր, եւ այն ինչ տեղի կունենա Իրանի հետ, անպայմանորեն անդրադառնալու է եւ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի վրա, իր բացասական եւ դրական առումներով։ Առայժմ այդ լարվածությունը ընթանում է Միացյալ Նահանգների եւ Իրանի ացանցիալների, հութսիների միջև այդ պայքարով, երբ որ ամերիկացիները Եմենում ռմբակոծեցին, հրետանակոծեցին դիրքերը շիաների, որոնք ուղղակիորեն կապ ունեն Իրանի հետ։ Իհարկե Իրանը պաշտոնապես հերքեց, ասեց մենք որևէ կապ չունենք նրանց հետ եւ այլն, բայց դե բոլորը գիտեն, որ կապ ունեն։ Հիմա ընթանում է Իրանի այսպես կոչված դաշնակիցների ոչնչացումը։ Հիմնական դաշնակիցները նրանք Սիրիայում էին, ալավիներն էին, Ասադի ռեժիմը տապալվեց եւ ըստ էության նաեւ այդ պատճառով կտրվեցին Հեզբոլլահի եւ ասենք Իրանի ուղակի կապը Սիրիայի վրայով, մնաց միայն Իրաքի վրայով, եւ այնտեղ էլ զարգացումներ կան։ Ասենք այսպես, Միացյալ Նահանգները ուզում են միանշանակորեն պաշտպանած լինել Իսրայելին, հուսանք, որ մեծ պատերազմի չի հասնի, սա ես կարծում եմ, որ եթե ինչ-որ բախում լինի, ապա այն կլինի զուտ թիրախային կետային հարվածների տեսքով Իրանին զրկելու ատոմային զենք ստանալու հնարավորությունից։ Մեծ պատերազմը չափից ավելի անկանխատեսելի անգամ Միացյալ Նահանգների համար, դա շատ ավելի, ինչպես ասած ենք, բանա,
ամեն առումով ծախսաշատ կլինի եւ մարդկային կորուստների, դա պետքա մարսել նման բանը։ Հետևաբար ես կարծում եմ գոնե այս փուլը ամերիկացիները կփորձեն ներքին փոփոխությունների ճանապարհով առաջ ընթանալ Իրանի ներսում ես նկատի ունեմ այնտեղ բավականին ակտիվացել են խոսակցությունները Փերլևիների ընտանիքի վերադարձի մասին որպես հնարավոր տարբերակ այսինքն վերադարձ նախկին վարչակարգին բայց դա այդքան հեշտ չի լինելու Պրոբլեմները կան իսկ Իրան-Իսրայել հարաբերությունները դե Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է բավականին ծանր ռումբեր բայց դրա տեղ հասնելու հնարավորություն չունի դրա համար հատուկ ինքնաթիռներ են պետք եւ ըստ էության էս Ամերիկա-Իրան հարաբերությունները մեծապես ազդված են հենց Իրան-Իսրայել հարաբերություններով Իսրայելի ձգտումն է որտեվ Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը հասնել գոնե վարչակարգի փոփոխության Իրանում Եվ այստեղ մեր հարևան Ադրբեջանը, ինչպես միշտ բավականին ակտիվ է եւ բավականին խելոք է գործում։ Ինքը իրեն առաջարկեց որպես Միացյալ Նահանգներ Իսրայել այդ առանցքի երրորդ կողմ, ասելով որ եկեք ես էլ միանամ այդ կողմին, որովհետեւ վախ ունի Ադրբեջանը իհարկե Իրանից որովհետև իր բոլոր նկարտումները Իրանի եւ մշակույթի եւ տարածքի նկատմամբ Իրանում իր նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք կա եւ ինքը ուզում է պահը օգտագործել իր մեծ Ադրբեջանի կերտման գաղափարին։ Մենք եթե խոսում ենք արևմտյան Ադրբեջանի մասին, որը երբևէ չի եղել, դա հնարովի բառակապակցություն է վերջին 2 տարվա մեջ այսպես կոչված իրենց հաղթանակից հետո երբ որ ախորժակները բացվեց բայց իրենք մշտապես խոսել են այսպես կոչված հարավային Ադրբեջանի մասին իբր թե Ադրբեջանը բաժանված է երկու մասի հյուսիսային որը Ռուսաստանն է գրավել հարավային որը Իրանն է իրանք իրենց պատկերացնում են որպես կիսված ազգ եւ ուզում են միավորվել եւ հավակնություններ ունեն մինչեւ անգամ Պարսից ծոց դուրս գալու եւ այլն Բնականաբար Իրանը հասկանում է, որ այս ամբողջը իր դեմ է, Ադրբեջանն էլ ուզում է օգտվել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների աջակցությունից։ Շատ ռիսկային խաղի մեջ է Ադրբեջանը, որը կարող է բերի մեծ նվաճումների, բայց կարող է բերի նաեւ շատ մեծ կորուստների, եթե իր հաշվարկները ճիշտ դուրս չգան։ Դե իհարկե այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում Միացյալ Նահանգներ Ռուսաստան փոխհարաբերություններն են, թե Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը, թե առաջիկայում նախատեսված նրանց հանդիպումը կարող է շատ վճռոց նշանակություն ունենալ վերջին դասավորումների վրա, այդ մասին ինչ կասեք։ Հայո դա կարևոր հարց է, թերևս ներկա փուլում աշխարհի թիվ 1 հարցն է որովհետև եւ մեզ համար շատ կարեւոր, որովհետև սեյության Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դա երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայի տարածքում ամենամեծ պատերազմն է, ամենաերկարատև պատերազմն է արդեն, այն ընթանում է ավելի քան 3 տարի եւ հսկայական մարդկային եւ նյութական կորուստներով։ Միևնույն ժամանակ այն նոր աշխարհակարգի սաղմերը մեջը պարունակում։ Այսինքն Սրանից հետո կամ Ռուսաստանը ընդհանրապես կկորցնի իր բոլոր կարգավիճակները, բոլոր հնարավորությունները, կամ հակառակը։ Կախում ունի թե այս Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունները ինչ ելք ունենան։ Շատ բան փակ է, մենք չգիտենք մանրամասները։ Վերջի այսպես ասած պաշտոնական առաջարկը դա Թրամփի կողմից 30 օրյա զինադադարն էր, որ պիտի կնքվեր։ Ուկրաինական կողմը համաձայնեց դրան։ Բավականին այսպես դժկամությամբ եւ այլն, որտեղ բացի դրանից կետեր կան, Ռուսաստանի բանակցող Ուշակովը մերժեց, բայց Պուտինը խուսափողական պատերազմ տվեց, ասաց այո, բայց ու դրեց մի շարք պայմաններ։ Հիմա այդ դրա շուրջ է բանակցություն, արդյոք այդ պայմանները կընդունվեն, թե ոչ։ Այսինքն ճանաչել անեքսիան Ղրիմի Ռուսաստանի կողմից ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը 4 մարզերի նկատմամբ, որոնք ինքը դեռ չէլ գրավել, պատժամիջոցները վերացնել եւ այլն եւ այլն։ Այսինքն Ռուսաստանը բավականին մեծ իր համար խիստ ցանկալի պահանջներ է դրել, Եվրոպան դրանց դեմ է,
Միացյալ Նահանգների դիրքորոշումը կամ այլ ճիշտ Տրամպի դիրքորոշումը դեռ պարզ չի։ Այդ դրանից շատ բան կախված կլինի, որովհետև ըստ էլի ոչ պաշտոնական տվյալների Ռուսաստանի հետ չեն կարողանում վերջնական համաձայնության գալ, կետերից մեկը, այսպես հայացքների բախման, դա այսպես կոչված խաղաղապահների տեղակայումն է, որ ռուսական եւ ուկրաինական զորքերի միջև պիտի լինեն, ամերիկացիք եւ եվրոպացիք ուզում են, որ դրանք լինեն եվրոպական զորքեր, մասնավորապես ֆրանսիական եւ բրիտանական, Ռուսաստանը դրանց կտրուկ դեմ է եւ ինքը ուզում է, ասենք նույն, չգիտեմ, Բելարուս եւ այլն բանը, դրանից շատ բան է կախված, որովհետեւ ես կարծում եմ, որ խաղաղությունը չի լինելու։ Անկախ նրանից, ինչպես Հայաստանի պարագայում, անկախ նրանից ինչ անունով, ինչ թուղթ կստորագրվի, նույնն էլ Ռուսաստանի պարագայում, անկախ Ռուսաստանն ու Ուկրաինան ինչ անունով, ինչ թուղթ կստորագրեն, գետնի վրա դրա կայացման հիմքերը բավականին խախուտ են, որտեվ նախ ուկրաինական ժողովրդի մեծ մասը այդ կորուստների հետ համաձայն չի, մյուսը Եվրոպան անկախ Միացյալ Նահանգների դիրքորոշումից Եվրոպան կշարունակի զենք, զինամթերք եւ ֆինանսներ մատակարարել Ուկրաինային, հետեւաբար Ուկրաինան բավարար ռեսուրս կունենա կռվելու, այստեղ կախված է Թրամփը ինչ քաղաքականություն կորդեգրի Ռուսաստանի նկատմամբ։ Եթե նոր պատժամիջոցները հաստատվեն եւ խստացվեն, Ռուսաստանի համար լավ չի լինի։ Իսկ եթե որ նոր պատժամիջոցներ չլինեն, թողեն այս հին սխեմայով նավթի վաճառքը, իբր թե չեն տեսնում ոնց է երրորդ երկրների միջոցով վաճառվում, այդ դեպքում Ռուսաստանն ռեսուրս կունենա դեռ կռվելու, հետեւաբար պատերազմը կշարունակի։ Եթե ռեսուրսները չեն սպառվել երկուստեք, ուրեմն երկուստն էլ կռվելու են։ Եվ իհարկե վերադառնանք Հայաստան, այս օրերի Հայաստանը ինչ իրավիճակ է մեզ մոտ։ Վերջերս էլ Պարուր Հայրիկյանը հանդես եկավ կոչով միավորվել բոլոր առողջ ուժերին եւ իրականացնել իշխանափոխություն, որքանով է դա ռեալ։ Ինքը ոչ միայն դա առաջարկեց, դա ողջունելի առաջարկ է, մենք էլ բազմից առաջարկել ենք, բայց ինքը կարծեմ առաջարկեց դա բացարձակ ժողովրդավարության, սահմանադրության շուրջը։ Այո։ Դե հիմա նախ այդ սահմանադրությունը կամ այդ սկզբունքը պիտի քննարկվի եւ տեսնվի դա ընդունելի է թե ընդունելի չի։ Եթե իր համար դա ընդունելի է եւ ինքը համարում է դա բացարձակ ժողովրդավարության սկզբունք, կա այլ տեսակետ, որ դա ընդհակառակը, դա ժողովրդավարության խախտում է, որտեղ այնտեղ ընտրական համակարգը այնպիսի վիճակ է բերելու, որ падգամավորներ, այսինքն ժողովրդի ներկայացուցիչները ունենան ոչ հավասար լիազորություններ, որը իրավահավասարության հիմնարար սկզբունքի խախտում է եւ այնտեղ մանրամասներ, բայց դրա համար պետքա բան անել, ոնց ասած նստել սեղանի շուրջ, ինքը պիտի հրավիրի մարդկանց նստեն բացատրի եւ համոզի իր տեսակետը։ Եթե ինքը ուզում է, որ իր տեսակների շուրջ համախմբում լինի, ինքը պիտի մարդկանց բացատրի եւ համոզի, որտեղ ինքը հաճախ ասում է ձեր պատկերացումները թյուր են, բայց ճիշտը չի բացատրում, իսկ ինչով են թյուր, ամեն մարդ կարդում է, հասկանում է, ինչպես ինքն է հասկանում։ Եվ եթե դուք գտնում եք, որ ինքը սխալ է հասկանում, պիտի բացատրել մարդկանց, ասել սա է։ Բացի այդ, ես չեմ կարծում, որ որևէ փաստաթուղթ կարող է ստեղծել գետնի վրա իրողություն իշխանափոխության համար, անկախ տանից այդ փաստաթուղթն ու սկզբունքը ինչքան էլ լավն է։ Կան իրողություններ, իրողությունը հետևյալն է, Հայաստանում հստակ ոստիկանապետություն է։ Եվ առանց ժողովրդի ժողովրդի ոչ թե քաղաքական ուժերի փողոց դուրս գալու 100 հազարավորների եւ առանց ներկա վարչախմբի զսպման, իսկ այս զսպողները կարող են լինել միայն արտաքին ուժային կենտրոնները, Հայաստանում իշխանափոխություն չի լինի։ Այսինքն պիտի մի կողմից ժողովուրդը պահանջի փողոց դուրս գալով, մյուս կողմից պետք է իշխանություններին զսպեն, որպեսզի նա, այսպես ասած, excessive power, այսինքն չարդարացված ուժ չկիրառի ժողովրդի դեմ։ Հակառակ պարակային այս իշխանությունները պատրաստ են նախկիններից ավելի վատ ուժ կիրառել։ Այս առումով ես կուզենայի տեղեկանալ ինչ դիրքորոշում ունի ազգային ժողովրդական բևեռը, ինչ ծրագրեր կան, ինչ նոր այսպես մտահղացումներ։ Իր լրում են այն ինչ որ մենք այսինքն արել ենք պայքար, որը ասենք դա հրապարակային պայքարն է, դա մեր հայացքների
վերաբերյալ հնարավորին շատ խոսալ ժողովրդին բացատրել, մենք հիմա բավականին ուժեղացել ենք մեր հարաբերությունները եվրոպական ուղղությամբ, հաշվի առնելով Եվրոպայի առանձին գործոն, լուրջ գործոն դառնալու այդ կարողությունը եւ մենք մեր շփումները տարբեր եվրոպական ազդեցիկ ուժերի հետ շատացրել ենք եւ այսօր դեռ փակագծերը չեն բացի, առաջիկամ լուրջ փոփոխություններ այդ հարցով կլինեն, նկատեմ հարաբերությունները շատ ավելի լուրջ կդառնան, որովհետև մենք կարծում ենք, որ այն գործընթացը, որը սկսել է Եվրոպայում, մասնավորապես եվրոպական անվտանգային եւ պաշտպանական կառույցի ստեղծման գաղափարը, Հայաստանը կարող է տեղ ունենալ այդտեղ եւ դա կարող է Հայաստան ապահովել անվտանգություն։ Այսինքն, եթե ստեղծվում է եվրոպական արժեքների վրա կառույց, հատկապես հնարավորություն այն, որ Թուրքիան դուրս կմնա, Թուրքիան եւ Ռուսաստանը դուրս կմնան, այսինքն երկու հիմնական սպառնալիքները Հայաստանի ինքնիշխանությանը դուրս են մնալու այդտեղից, հետեւաբար դա մեզ համար նոր հնարավորություն է ստեղծում։ Մասնավորապես օրինակ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հնարավոր չէր Թուրքիային վտարել առանց իս ցանկության, բայց նոր կառույցի ստեղծումը ՆԱՏՕ-ին զուգահեռ կարող է փոխարինի մեզ համար, փոխարինի եւ մենք անվտանգային ինչ որ համակարգում հայտնվել։ Ես խորապես վստահ եմ, որ այո, շատ կարեւոր է հզոր բանակ ունենալ, ես դրա կողմնակիցն եմ միշտ, զինվել, ստեղծել նոր զինատեսակներ, բայց մեզ պետք է լինել որոշակի համակարգի մեջ, անվտանգային համակարգի մեջ, որտեղ ի վերջո մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են։ Դե ես հասկացա, դուք անձամբ լավատես եք։ Այո, փորձում եմ միշտ լավատես լինել, որովհետև ես իրավիճակի մեջ փորձում եմ այն դրական կետերը գտնել, որոնցից կարելի է օգտվել։ Այսինքն, եթե Ամերիկա-Եվրոպա հարաբերությունները լարվեցին, բայց սրա հետևանքով Եվրոպան գնում է նոր անկախ համակարգի ստեղծմանը, փորձենք մաս կազմել դրան եւ ոչ թե գլխներից մոխիր լցնենք, ասենք, վայ, աշխարհը գնում է ուժային ինչ-որ լուծումների, մեզ համար վատ են։ Աշխարհը միշտ էլ ուժային լուծումներով է լուծվել։ Եղավ, շնորհակալ եմ, պարոն Պապյան, սիրելի բարեկամներ, մենք այսօր հերթական անգամ հյուրընկալել էինք Արա Պապյանին, դուք լսեցիք նրա մոտեցումները բոլոր հարցերի կապակցությամբ, հույս ունեմ, որ առաջիկայում մենք առիթ կունենանք եւս մի քանի անգամ հանդիպել մեր շատ սիրելի քաղաքագետի հետ, ով այսօր մեզ հետ սովորականի պես մինչև վերջ բաց էր ու անկեղծ։ Այսօր այսքանը, ցտեսություն։